Խնդրեմ Բագրատ Էստուգյանն եմ Ագոստերտեն։ Բարի կալուստ կմաղթենք ձեզ, սիրելի վարչապետ, բարի եկաք։ Բայց իմ մտքին մեջ ահագին խնդիրներ կա, դուք առհասարակ նյութերը բերիք դիվանագիտական սահմանումի մեջ, բնականաբար այդպես եղավ, շատ տեղին էր Հայաստան-Թուրքիա հարաբերություններ եզրի նախընտրությունը փոխան հայ-թուրքական, բայց միշտ կողմը իրողություն մնե նաև հայ-թուրքական գոչվածը նկատի ունենալով, որ այսօր աշխարհասփյուր հայության 1/3-ն է Հայաստանի քաղաքացի եւ ավելի ծանրագշիր հատվածը սփյուռքահայերս ենք, որ հայ պատկանելիության գիտակցությունը եթե յուրացուցած ենք, բնականաբար Հայաստանը կհամարենք հայրենիք եւ շնորհիվ ծեր վերջին տարիներուն ընծերած երկքաղաքացիության արիթին մեզ շատ էր արդեն Հայաստանի հբարդ քաղաքացի դարձած են նաև այս իրողության մեջ այո ճիշտ եք յուրաքանչյուր հայ անհատ իր ապրած երկրին հետ պետք է լեզու գտնե բայց դուք նաև պատասխանատու եք բոլոր հայութենեն եւ այդ պատասխանատվությունը հարկ եղած բան ամիջապես իքորց գտնեք երբ որ հալեբահայությունը ճգնաժամի մեջ հայտնվեցավ պատերազմի բերումով դուք ամիջապես կազմակերպեցիք արտահանման գործընթաց որպես պետություն որպես հանրապետություն հիմա սավահուն մենք ուրիշ խնդիր ունենք քիչ առաջ փառապանվեցավ ձեր քաղաքականությունը որուն ես անցամբ բոլորովին գծայնակցիմ բայց ունիմ նաև մտահոգություն Կազանը սիրաշահիդ որքանով կարելի է խնդիր մնե այս լուրջ խնդիր մը Կազանը սիրաշահիդ քաղցր խոսքերով որքան կարելի է երբ որ ձեր խոսակիցները ռազմադենչ ելույթներով սպառնալիքի լեզուով գխոսին գտիմեն ձեզ որքան կարելի է դրամապանական խոսքերով համաշխարհային ընդունված մարդասիրական մերձեցումներով խնդիր լուծել։ Եթե այդ եղանակը փորձենք եւ թիմացիները դակավին շարունակեն սպառնալիքի լեզվով խոսիլ, այս անգամ վիրավորված է մեզ հայերուս ամբողջական արժանապատվությունը չլարմիթե այս մտահոգությունները կանցնի միտքես, որովհետեւ որքանալ Հայաստանի Հանրապետությունները քաղաքագրթության ներած սահմաններուն մեջ մերժեն Զանգեզուրի միջանցքը դակավին չարակորձության դաշինքը համար բնթում ունի այդ միջանցքի վրա եւ այդ միջանցքը չեն թաքցներ որ իրենց սրբազան երազանքին Թուրանին ջամփան է ճանապարհն է այս բանուն հայերս ունենք չարիքի թաշինք մեր դիմաց այդ թաշինքը բազմազգի բնույթ ունի բազմաշերտ բնույթ ունի եւ այդ բոլորին դեմ դուք եք մեր ցայնը դուք եք մեր արտահայտիչ գամքը հետո ցեզմե սպասածը սպառնալիքի լեզվով խոսողին դեմ բացաշրջությունը երբեմն մեկ կողմցնել է Գիտենք, որ մենք սաբահուն պատերազմով հոգնած ժողովուրդ ենք, բայց եթե այդ մեկը մեր հագարագործին պիտի թույլատրե երկիր նվաճել, այդ պահուն պետք է ավելի հստակ գանք մտերսևորվի։ Եվ այս բոլորին մեջ ուրիշ խնդիր մի ևս կա, սաբահուն ես կտեսնեմ այստեղ բոլիսո հայ կաթողիկե համայնքի կերաբայցար սրբազանը Գողջունեմ իր ներկայությունը հայ փողոքական եկեղեցու սիրելի բադվելին դարձյալ ներկայ է իր ներկայությունը գողջունեմ բայց հայ արաքելական եկեղեցին թեմքը չեմ տեսած Բարոն Նաիրի Պետրոսյանին պետք է հարցնեմ արդյոք հրավերի թերացում ունեցաք բարոն Նաիրի Պետրոսյան Չեմենակ ասեք հրավիրել ենք թե չէ Հրավերը ուղղվել է պատրիարք Տերը այժմ գտնվում է Լոս Անջելեսում, վաղուց մեկ ամիս առաջ դեռ նախատեսված այցեր, երկուշաբթի օրն է մեկնել, հրավեր ուղղվել է, ես անձամբ խոսել եմ
Արամ Սրբազան Աթեշյանի հետ եւ պատրիարքական տեղապահի հետ Ավագ Քահանա Դամադյանի։ Անձամբ հրավիրել եմ եւ խնդրել եմ մասնակցել։ Հա, շատ լավ, բայց ես ձեզ ասեմ, որ ես այսօր անպայման իմ ծրագրի, այցի ծրագրի մեջ է այցելությունը Պատրիարքարան, անպայման եկեղեցի կմտնեմ, մոմ կվառեմ, այսինքն եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր։ Երկհաղաքացիության հետ կապված պետք է ասել, որ երկհաղաքացիությունը հանուն արդարության ձեր ձևակերպում է մի քիչ, չգիտեմ ինչ նկատի ունեք, բայց 2005 թվականից, եթե չեմ սխալվում, 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով է երկհաղաքացիության ինստիտուտը հիմնադրվել եւ այո, շարունակում է մնալ ուժի մեջ։